Ես մտածում էի, որ ուղղակի գնացքով գնում եմ Փարիզ, բայց այդ ճանապարհը լրիվ ուրիշ պատմություն դարձավ։ Ովքեր ինձ չեն ճանաչում, ես Աննա Մուլան եմ, իմ էջում կա հիմնական ուրախ ու հումորային վիդեոներ, բայց այսօր ձեզ պատմել եմ շատ անսպասելի պատմություն, որը ինձ հետ տեղի ունեցավ Ֆրանսիայում։ Ամեն ինչ սկսեց այն պահից, երբ որ ես Ֆրանսիայի հարավային քաղաքներից մեկից Կարկասոնից գնում էի դեպի Փարիզ։ Գնացքով պետքա գնայի մի քանի ժամ ու միտեղ մի քաղաքում իջնելու էի, հետո այդ գնացքը փոխեի ու գնայի արդեն Փարիզ։ Ես գնում էի իմ հարսիկի հետ, դե հարսիկին վառ ճանաչում եք, դե իր հետ չէր կարա ինչ-որ մի բան իմ հետ չպատահեր։ Ու երկուսով մենք տոմս էինք վերցրել ու ուղևորվում էինք դեպի Փարիզ։ Իրար հետ արդեն համարյա հասնում ենք այդ քաղաքը, որտեղ որ մենք պետքա իջնենք, մեր կանգառնա ու տեղից նստենք մյուս գնացքը գնանք։ Արդեն հասնում ենք այնտեղ, իդեպ այն ժամանակներն էր, ոնց որ նոր ժամանակներն էր, երբ որ ես լեզվից ընդհանրապես համարյա բան չգիտեի, բան չէի հասկանում։ Ու երբ որ մենք արդեն համարյա հասնում ենք այդ քաղաք, այդ կանգառը, որ պետքա իջնենք, ճանապարհին լսում ենք, որ անդադ գնացքի վարորդը ինչ որ բաներ է ասում, որ ինքնաթիռ Ստենով ու ընդհանրապես բնականաբար մենք ոչ մի բան չենք հասկանում, սկի ինքնատիռի մեջ գիտենք այդ տեքստը չենք հասկանում, մնաց գնացքի մեջ ֆրանսերենով։ Մենք ուրախ զվարթ, բայց զգում ենք, որ ուշանում ենք մյուս գնացքից։ Հետո դրանք էլ առանձին տոմսեր է, ոնց որ առանձին սրա համար ենք տոմս առել ու առանձին նրա համար ենք տոմս առել։ Ու զգում ենք, որ բաց թողենք գնացքը ինչ ենք անելու, արդեն ուշանում ենք, մի քիչ խառնել ենք իրար, բայց համարյա հասնում ենք։ Որ պետքա հասնենք հիմա գնացքից դուրս ենք եկել, որ նստենք մյուս գնացքը, ու սենց խառնել ենք իրար, չգիտենք որ պետքա նստենք, պետքա որ դիմացին լեր։ Այնտեղ խառնված ասում ենք էտա Փարիզ, պաղի հետ ենք ասում, Փարիզը էտա գնում, բայց այս տեսուչը գլխով ասում է չէ, ու մեզ հետ ասենց ուժով բրթում դեպի այդ նույն գնացքը։ Մենք ասում ենք չէ, մենք բայց ասում հա, իսի պետքա նստենք։ Մենք երկու ճամպրուկ ունենք մեզ հետ, ու մենք հիմա գոռում ենք չէ, մենք չենք կարող այս գնացքը նստենք, չէ, մենք Փարիզ, պաղի, մենք գոռում ենք դեռ ասում են no, հետ են բրթում։ Իսկ ճամպրուկներ սենց վերցրեցին ու շպրտեցին հետ գնացքի մեջ։ Այդ բան շատ բանկեր ու լրիվ ոնց որ կինոյից կադրներ, ովքեր որ գնացքով գնացել են, գիտեն, որ այնտեղ վարքյաններով շատ կարևոր է, որտեղ ամեն պահի դուռը կարա ասած փակվի, ու իդեպ նմանատիպ պատմություն եւս եղել է, երբ որ հարսիկս ասած մնալ էր արանքը, ու մենք նից էինք գնում, այդ ժամանակ ես իրան ուղղակի սենց քաշեցի, փրկել եմ իր կյանքը, չի էլ հիշում սկի, անշնորհակալ է։ Շատ նուրբ ասած, շատ նուրբ ասած, ուղղակի շպրտեցին հետ այդ նույն գնացքը, ու մենք հիմա ասած գնում ենք լրիվ անհասկանալի ուղղությամբ, գնում ենք։ Ինչեք այդ գնացքը ուր է շարունակելու, որ քաղաք է գնում, ինչ է անում։ Բայց ասեք մեր դեմքը, պանիկան, հայերեն խոսալով մենք չէ, մեզ սխալ են նստած Փարիզ զանգ մենք արդեն Հայաստան ենք զանգել, Ֆրանսիա ենք զանգել, ինչքան բարեկամ ծանոթ ենք բոլորին զանգ մենք ասեք ինչ եք արելու։ Չենք հասկանում ինչ է կատարվում, ասած խառնվել ենք իրար, ու լեզու չգիտենք որ մի բան հարցնենք։ Մեզ էլ ոչ մեկ ոչ մի բան չի ասում, էլի մենք սենց պանիկա դեմքով շատ հայկական պանիկա արած երկու աղջիկ, որ մենակով ճանապարհ են գնում, ու հիմա մենք պետք է նենց անենք, որ կարողանանք գոնե հասկանալ դե ուղևորթուհիներից, ովքեր որ գնացքով գնում են ճանապարհորդողներից, տատիկ պապիկներից, բոլոր կանանցից եւ տղամարդկանցից, երեխաներից, ովքեր կային գնացքի մեջ, պետք է հարցնենք ինչ է կատարվում, ու մտածեցինք, որ զանգով ուղղակի հեռախոսը տանք ու մեզ բացատրեն։ Երբ որ իրանք չէին հասկանում դու ինչ ես ասում անգլերեն ու հեռախոս ուղղակի մոտիկացնես, իրանք շատ տարօրինակ էին դրանն ու չէին ուզում պատասխանել։ Մինչև մի կեր մի հատ տիկին էր, տիկինը սենց երկու բառով կարճ ասեց, այն գնացքը, որ մենք պետք է նստենք ու գնանք Փարիզ, չեղյալ է համար։ Ու հիմա մենք պետք է գնանք Մոնպելիե քաղաք։ Իհարկե մենք նորից պանիկա արեցինք, խառնվեցինք իրար եւ այնտեղից մեր բարեկամներն էլ էին խառնվում իրար, հետո եկավ տեսուչը, որ տոմսերը ստուգում է, իրան ավելի մանրամասն հարցեցինք էլի հեռախոսազանգի միջոցով, մեզ ընդեղից թարգմանեցին ու պարզվեց, որ մենք այո, պետքա գնանք Մոնպելիե քաղաք, այդ ոնց որ էլի հարավային մասերում գտնվող ծովափնյա քաղաք է, այնտեղ պետքա 1 օր մնանք ու հետո հաջորդ օրը նոր գնանք արդեն Փարիզ։ Դե բնականաբար երկու աղջիկ, պանիկա, ինչ ենք անելու, այնտեղ արդեն Հայաստանից են զանգում են, մենք ինչ ենք անում, մնացել ենք ճանապարհին եւ այլն, ու ես հայկական հայավարի ձևով արդեն մտածում էի վերջ, մեր գլուխը հեսա ուտելու են, մենք որտեղ ենք մնալու, անծանոթ քաղաք, ինչ ենք անելու, ոնց ենք անելու, լեզուն էլ հիմնական անգլերեն այնտեղ չեն խոսում, ֆրանսերեն մենք լավ չենք տիրապետում։ Տեսուչը ասեց, որ պետքա գնանք մոտենանք Տոմսարկղի կետին, այնտեղ մեզ կտան հյուրանոց
հյուրանոց, կուղորթեն ու հաջորդ օրը մենք նոր արդեն կգնանք Փարիզ, որովհետև բոլոր գնացքները դեպի Փարիզ արդեն չեղյալ են համարվել։ Անհասկանալի պատճառով, չգիտեմ, տենց շատ հաճախ էր լինում այնտեղ, որ գնացքները ուղղակի չեղյալ էին համարվում։ Մենք արդեն Մոնպելիե քաղաքում ենք։ Մոնպելիե քաղաքը շատ սիրուն ծովափնյա քաղաք է, բայց դե մենք ընդհանրապես այնտեղ չենք եղել ու հիմա արդեն գնացքի կայարանում ենք Մոնպելիեի, իջել ենք, պետքա գնանք գտնենք այդ տոմսարկղը, որտեղ որ մեզ տալու են հյուրանոցի վաուչերը ու մենք պետքա գնանք մնանք հյուրանոցում։ Վաուչերը այդ ոնց որ թուղթն է, որը որ մեզ հնարավորություն էր տալիս այդ հյուրանոցում մնալու անվճար։ Դե բնականաբար ես մտածեցի, սա քծոցի է, հեսա հայավարի մենք մնալու ենք պրոստը բորդյուրին, ինչ ենք անելու, պետքա կայարանում մնանք քնենք, ոնց են գնալու հյուրանոց վերցնենք այդ մի օրը, երկու աղջիկ, այդ երեկոյան ժամի էր, համարյա ժամը 6-ի 7-ի կողմերն էր մենք որ հասանք։ Ու տենց խառնված իրար գնանք ու զգում ենք, որ բացի մեզանից ոչ մեկ չի էլ գնում Փարիզ, որ ինչ որ մեկը չկա էլի գոնե հարցնենք ինչ է եղել, ինչ չի եղել, գնացինք այդ տոմսարկղը նայում ենք փակ է այնտեղ։ Ոչ մեկ չկար ընդհանրապես ու փակ էր։ Այնտեղ մենակ մի հատ տղամարդ կար ու ճամպրուկով կանգնած էր։ Մենք էլ այդ կողքերը այդտեղ մնացինք, մտածեցինք դե ամեն դեպքում սպասենք տեսնենք ինչ կլինի, բայց կոնկրետ շատ ուժեղ պանիկ էր, մենք համ ծիծաղում էինք, որ մենակ մեր հետ կարա տենց բան լինի, համ էլ իրական խառնել ենք իրար վախեցած, որովհետև չգիտենք ինչա լինելու հաջորդիվ։ Երկար համարյա կես ժամ սպասելուց հետո մեզ մոտեցավ մի հատ կին ու մեզ տվեց թղթերը, որոնցով մենք այդ վաուչերները, որոնցով մենք կարայինք գնայինք ու մնայինք հյուրանոցում, պարզվեց, որ այդ մի տղամարդն էլ ինքն էլ է գնալու այդ հյուրանոցը մնա։ Ու Իբիս հյուրանոցում պետքա մնայինք, մենք էլ ոչ տեղը գիտեինք, ոչ մի բան։ Այդ բան ես գոնե մի քիչ հավատացի, որ էլի հավանական է, որ այդ կինը հայտնվեց հենց ոչ մի տեղի, ծլեց այդ կինը աշխատակից ու մեզ տվեց այդ վաուչերները։ Փաստորեն մենք երեքով էինք գնում Փարիզ, այսինքն ես, Հարսիկս, մեկ էլ այդ մարդը։ Ու մենք մտածեցինք, որ ինքն էլ է գնում այդ հյուրանոց, իր հետից ուղղակի խելոք գնանք, որպես ստրախովկա Google Map-ով էլ էինք նայում, տեղը տեսնենք հստակ գնում ենք, թե չէ, ասեցին, որ հյուրանոցը շատ հեռու չի գնացքի կայարանից, բայց իրական ես մեկ այմ հոգու խորքում մտածում եի, կամ այս մարդն է շուռ գալուս դանակով դնի մեր վզին ու ասի տվեք ձեր փողերը սպանեն մեզ, մի խոսքով ամեն ինչ մտածել եմ, ամեն հնարավոր տարբերակ, կամ հյուրանոցում ինչ-որ մի բան են չի լինելու, ամեն դեպքում գնացինք ու հասանք հյուրանոցը, Իբիս հյուրանոցը, որտեղ մեզ առանձին տրամադրել էին ամեն մեկից մի սենյակ, այսինքն ինձ ու Հարսիկիս առանձին սենյակներ էին տրամադրել, մենք այնտեղ գրանցվեցինք, այդ պահը ամեն նորմալ, արդեն ես սկսեցի հավատալ, որ չէ, ոնց որ ամեն ինչ ընկնում է իր տեղը, բարձացանք սենյակները տեսանք, այս սենյակում ենք մնացել ու ամեն մեկից առանձին սենյակ էին տալիս, բայց քանի որ ես այդքան էլ չէի վստահում միևնույն հյուրանոցի, ամեն դեպքում գիշերը գնացել եմ ու քնել եմ Հարսիս սենյակում, Հարսիս ավելի շատ էի վստահում, պատկերացրեք ինչ օրն եմ ընկել, որ Հարսիս ավելի շատ էի վստահում, որ ինձ չի սպանի, քան այնտեղ ամեն դեպքում հյուրանոցում, չգիտեմ ես ինչի վախեցա, ինչ կար այդտեղ վախենալու, բայց ամեն դեպքում այդ մի հատ պլյուս եւ մինուս, պլյուսեր այնքանով, որ մեզ առանձին սենյակներ էին։ Հետո մենք մի քիչ արդեն որ հանգստացանք, տեղավորվեցինք, հասկաց արդեն զանգարեցինք բնականաբար բոլոր ամբողջ ցեղին բարեկամներին ասեցինք, որ նորմալ է մեր այդ ամեն ինչ, մենք ուղղակի պետք է հյուրանոցում մնանք, վաղը առավոտ շուտ ճանապարհը շարունակենք։ Մտածեցինք գնանք ուղղակի Մոնպելիե մի քիչ զբոսնենք։ Դու մի ասա, մեր այդ հյուրանոցը շատ մոտ էր կենտրոնին։ Իրական էլի վախ կար, որ լրիվ անծանոթ քաղաք է, ուր ենք գնալու ինչ ենք ան, բայց ամեն դեպքում հետաքրքրությունը շատ էր, ուզում էինք գնալ ու մի քիչ տեսնել որտեղ ենք եկել։ Ու մեր առաջ միանգամից բացվեց շատ սիրուն տեսարան։ Շենքերը շատ սիրուն էին, փողոցները շատ սիրուն էին, մարդիկ սենց ուրախ իրանց համար երեկոյան զբոսնում էին, համերգ կար նույնիսկ այնտեղ պարում էին, մենք նայեցինք, ուրախացանք, բան կերանք, այն ֆրեշերը հիշում ես, ֆրեշ խմեցինք, համով ուրախացել ենք։ Լավ էր համով ֆրեշ պատիվ տվեցինք Հարսիկի։ Համով էր։ Բումերանգա հին ժամանակների բաներ հիմա։ Դրանից հետո իդեպ ես շատ հաճախ եմ գնացել արդեն Մոնպելիե,
ոնց որ ինձ համար բացահայտում էր այդ քաղաքը։ Մի խոսքով զբոսնեցինք եւ այլն, բայց ես մտածում էի, բա հաջորդ օրվա տոմսը, առավոտը ոնց են գնալու, ինչ այլն է, բա որ էլի գնացքը չլինի, մեր տոմսերը չանցնի, իրանք կհիշեն, որ մենք այդ տույն ենք ես շատ ամեն ինչի հարցով դարդ էի անում։ Մենք առավոտ ժամը 5-ին պետքա 5-ին կամ 6-ին պետքա արդեն դուրս գայինք ու լինեինք գնացքի կայարանում։ Երբ որ պետքա մոտենայինք մենք ու տոմսեր ցույց տայինք, մենք նույնիսկ վախենում ենք, մտածում ենք հաստատ ֆեյք տոմսեր ա լինելու։ Նույնիսկ հյուրանոցում մնալուց հետո մենք էլ չենք հավատում, ասում ենք չի լինելու, ինչ որ ուրիշ ինչ որ բան ա լինելու։ Մի հատ էլ անակնկալ այդտեղ էր մեզ սպասվում շատ հաճելի, պարզվեց, որ մենք առաջի դասով ենք գնալու։ Первый класс ոնց որ ասում են։ Ես ուրախանում եմ, որովհետեւ մենք սովորական տոմսեր էինք գնել, բայց փաստորեն փոխարինվող տոմսը եղավ առաջի կարգի, ոնց որ բախտերս բերեց կպավ ու առաջի կարգով շատ հաճելի, շատ հարմարավետ մենք տեղից արդեն ուղևորվեցինք ու բարով խերով հասանք Փարիզ։ Մեր համար շատ էներգի ծաղալի, որ ոնց որ նմանատիպ իրավիճակում երբևիցե չէինք հայտնվել ու Եվրոպայում այդ նորմալ ինչ որ բաներ, Ֆրանսիայում նորմալ էր այդ ու հանգիստ փոխարինեցին եւ այլն, բայց մենք հայավարի մտածում ենք, որ սաղ տեղերը կթոթի է ու հաստատ մի բան չի լինելու, մենք մնալու ենք դուրսը եւ այլն։ Ստացվում է, որ նմանատիպ իրավիճակը փոխարինվեց, դարձավ ավելի ինչ որ լավ հետաքրքիր էքսպերիմենտի, ճիշտ է, այդ ընթացքում լիքը ստրեսներ եղան, որովհետև մեր վախերից ելնելով, բայց ընդհանուր պատմությունը ինքնին ստացվեց, որ մենք եղանք եւս մեկ քաղաքում, Մոնպելիե քաղաքում, ու շատ բարեհաջող հասանք Փարիզ, շատ զվարճալի եղավ այս ամեն ինչը ու կարծում եմ, որ լինում է նեգատիվ իրավիճակներ, որոնց կարելի է պոզիտիվ տեսանկյունից նայել ու կարող է այդ ամեն ինչը ավելի լավ ինչ որ մի բան ստացվի։ Եթե նմանատիպ պատմությունները ձեզ հետաքրքիր են, բաժանորդագրվեք իմ ալիքին ու պլյուս դրեք կոմենտներում, որ ես էլի ձեզ համար նկարեմ։ Սրտիկներ ձեզ։